Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստի աշխատանքները օրակարգի նախագծի վերաբերյալ կան առաջարկություններ չկան։ Օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը։ Դեմ չունենք, օրակարգը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթը, փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտողություններ չկան, քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը։ Հարց համար 22 քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարողությունների զարգացման ուսումնասիրություն պատվիրելու մասին հարցը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Գուդացյանը կզեկուցի։ Համեցեք, պարոն։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, խոսքը 2026 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու թույլտվության մասին է, որով նախատեսվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 321 միլիոն դրամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ICAO-ի հետ պայմանագիր կնքելու թույլտվություն տալուն, ինչ ենք նախատեսում ICAO-ի հետ պայմանագիր կնքելով իրավական ակտի ընդունումից հետո հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը, որը թույլ կտա կոմիտեին նաև շահույթ գեներացնել գործունեության ընթացքում, ինքնաբավություն կստեղծվի, ինչպես նաև կստեղծվեն նոր կարգավորումներ, իրավական կարգավորումներ, որը մեզ հնարավորություն կտա կոմիտեի կազմում նաև ոչ Հայաստանի քաղաքացի գործընկերների ներգրավել, հաշվի առնելով նաև իրենց փորձը եւ վերակազմակերպումը մեզ անհրաժեշտ է նաև արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որովհետեւ վերջին աուդիտի արդյունքներում մենք ունենք պատկեր, երբ որ անհրաժեշտություն կա այլ մասնագետների, այդ թվում նաև այլ աշխատավարձով իրենց ներգրավելու, որպեսզի կոմիտեի մարկա խնդիրները կարողանանք լուծել։ Ընդհանուր առմամբ խոսքը սրա մասին էր, խնդրում եմ հավանության արժանացնել։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Գուդացյան։ Հարգելի գործընկերներ, ըստ էության այս թեման բավական հասունացած է եւ մենք պետքա նաեւ առերեսվենք հետեւյալ իրականության հետ, որ մենք ըստ էության մեզ հայտնի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների բերումով այս ոլորտում եւս պետք է առերեսվենք այն փաստին, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու եւ պատշաճ դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս, պարզապես գիտելիքի պակաս։ Եվ այդ գիտելիքը լրացնելուն համար անհրաժեշտ է նաև որոշակի արտառոց գործողություններ, այդ թվում պատշաճ մասնագետների հրավիրելու, որոշակի կառուցակարգեր ստեղծել եւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակը որոշակիորեն վերադասավորել այնպես, որ լինելով պետական կառավարման մարմին, ինքը նաև հնարավորություն ունենա գեներացնել եւ վճարովի այն ծառայությունները, որոնք մատուցվում են, այդ ծառայությունների դիմաց նաև որոշակի գանձումներ անել եւ սեփական ստացվում է, որ սեփական բյուջե ունենալ եւ նաև մենք պետք է կարողանանք այստեղ նաև այս հանգամանքի բերումով միջազգային շուկայում մրցունակ աշխատանք եւ վարձատրություն ապահովել եւ պետք է հնարավորություն ունենանք աշխարհի նաև բարձր մակարդակի մասնագետների հրավիրելու, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության համար եւ մենք ունենք բազմաթիվ ընդհանցակարգային խոչընդոտներ, որ թույլ չեն տվել այս ընթացքում դա անել։ Բայց նաև մենք սկզբունքորեն այս որոշումը կայացրել ենք, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նաև հաշվի առնելով ավիացիոն շուկայում մեր տեղի ունեցող բուռն զարգացումները, պետք է ունենա առանձնահատուկ ինչ-որ մի կարգավիճակ, բայց նաև մենք ուզում ենք, որ այս որոշումը եւ տրանսֆորմացիան ապահովել այնպես, որ համոզված լինենք, որ նաև միջազգային ստանդարտների տրամաբանությամբ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Սրա համար մենք ինչ ենք անում։ Մենք նաև ICAO-ի հետ հիմա պիտի աշխատենք, որպեսզի նրանք նաև մեզ խորհրդատվություն տանք, թե մենք ինչպիսի կառուցակարգեր ընտրենք, ինչպիսի կարգավորումներ ընտրենք, ինչպիսի մոդել ընտրենք,
որը կհամապատասխանի մեր երկրի օրենսդրությանը, սահմանադրությանը եւ նաեւ հնարավորություն կտա, որպեսզի մենք մեր ավիացիոն անվտանգության կարգավորումները լինեն համապատասխան ժամանակակից, ամենաժամանակակից ստանդարտներին եւ մեր հասկացությունները կլինեն համապատասխան ժամանակակից բոլոր ստանդարտներին եւ այս է պատճառը, որ մենք անհրաժեշտ ենք համարում, որ գնանք այս ճանապարհով եւ ելի ուզում եմ ընդգծել, ակնհայտ է, որ մենք այս ոլորտում շատ բուռն փոփոխություններ են տեղի ունենում, ելի ուզում եմ ընդգծել, որ 2017 թվականի համեմատ նաեւ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580%-ով աճել են։ Ես նշանակում եմ, որ դեպի Եվրամիություն մենք նաև պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները եւ ոչ միայն դեպի Եվրամիություն, բայց այն փաստը, որ մենք գտնվում ենք Եվրամիության հետ, մեր ավիաընկերությունները լիարժեք այդ շուկայից օգտվելու որոշակի սահմանափակումներ ունեն, կրկին էլի ստանդարտի պատճառով։ Կրկին էլի ստանդարտ չներդնելու պատճառով։ Ընդ որում ես ուզում եմ էլի ասեմ, ուղի խոստովանեմ, որ մենք այս հարցը դրել ենք դեռևս 2018 թվականից հետո։ Բայց անընդհատ, ինչպես մի շարք այլ դեպքերում, դե լավ թող որոշակի ժամանակ է պետք տալ, որպեսզի ոլորտը պատրաստվի, որպեսզի այսինքն եւ ոլորտը եւ ընկերությունները եւ մյուսները պատրաստվեն, շատ լավ։ Դե հետո մի քիչ էլ է պետք ժամանակ տալ։ Դե հետո այնուամենայնիվ մի քիչ էլ ժամանակ տանք, դե այնուամենայնիվ օտար մարդիկ եւ ընկերություններ չեն, մի քիչ էլ ժամանակ տանք, հետո էլի մի քիչ էլ ժամանակ տանք, հետո բայց այնուամենայնիվ կարող է ժամանակ չտանք, բայց պետք է չէ ժամանակ տալ։ Ինչը պատահում է սովորաբար բոլոր դեպքերում, խմիչքի դեպքում, բանի դեպքում, չգիտեմ, սննդամթերքի դեպքում եւ այլն, հետո մի օր գալիս ենք ասում ենք, վայ, բայց ինչի սենց եղավ։ Մենք պետք է սահմանենք ստանդարտ։ Եվ այդ ստանդարտը պետք է լինի այնպիսին, որը հստակ եւ սկզբունքորեն աշխատի։ Մենք անվտանգություն ասելով, ավիացիոն անվտանգություն ասելով, պետք է հասկանանք այն ավիացիոն անվտանգությունը, որը ժամանակակից ստանդարտով սահմանված է։ Որովհետև կներեք մենք ոչ մեր սեփական օդանավի արտադրությունը ունենք, ոչ էլ ընդհանրապես գտնվում ենք ավիացիայի ակունքներում։ Եվ այդտեղ մեր պատկերացումը փորձել ասել, որ գիտեք, այնուամենայնիվ մենք մեր յուրահատկություններն ունենք, մենք մեր յուրահատկություններով պետք է առաջնորդվենք, կներեք, ես այդ դեպքն է, որ չի ստացվի պարզապես եւ արդեն բոլոր հնարավորությունները տրվել են, բոլոր հնարավոր ժամանակները տրվել են եւ մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ։ Չնայած հիմա էլ ենք ստացվում, որ էլի ժամանակ ենք տալիս, էլի մտածում ենք, էլի կգնանք, հեսա կխորհրդակցենք, կգանք, բայց ես կոնկրետ որոշում եմ կայացրել, որ այլևս էլ այդ հարցը քննարկման ենթակա չի։ Մենք պետք է նոր ստանդարտով եւ ընդ որում այն ստանդարտը, որը մենք ուզում ենք, աշխարհում ընդունված է։ Աշխարհում ընդունված է, որ ավիացիոն կարգավորող մարմինները ունեն առանձնահատուկ տեղ եւ դիրք, առանձնահատուկ ֆունկցիոնալ եւ ամբողջությամբ կենտրոնացած են ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրների վրա եւ շարժվում են այդ ստանդարտով եւ մենք նույնպես պետք է գնանք այդ ստանդարտով եւ մենք հիմա այդ որոշումը պարզապես արձանագրում ենք նախնական եւ հույս ունեմ, իսկ մեր տպավորությունը ինչ է, ինչքան ժամանակում մենք արդեն պատրաստ կլինենք խորհրդակցությունների արդյունքում որոշումներ ընդունել։ Պարոն վարչապետ, այս պայմանագրով ԻԿԱՕ-ի այդ աշխատանքը մոտավորապես մի տարի ժամանակ է ենթադրում։ Մի տարվա ընթացքում իհարկե տարբեր փուլերով իրենք մեզ խորհրդատվություն կտան որոշակի վարչությունների աշխատանքի վերակազմակերպման ձևով, ընդհանուր մինչև հաջորդ պայից սկսած մենք սկսենք արդեն վերակազմակերպման process-ը, դրան մի տարի սպասել անհրաժեշտ չի, բայց համանման ուրեմն խնդիրների ուսումնասիրությունները երբ որ մենք արել ենք, հասկացել ենք, որ բազմաթիվ երկրներ այս պայից սկսած անցել են գործակալությունների միջոցով այս աշխատանքը իրականացնելու, հարևան երկրներում էլ կան երկրներ, որտեղ ավիացիայի կոմիտեն գործակալության կարգավիճակ ունի, այդ նույն տրամաբանության մեջ դրացից ճկունություն է տրվում մարմնին ինքը եւ ֆինանսական միջոցներ
գեներացնելու, որովհետև իրականում պոտենցիալը կա եւ օրենքի կարգավորումներն են կոմիտեի դեպքում այնպեսին, որ ինքը կաշկանդված է, այսինքն ինքը չի կարող միջոցներ եւ հավելյալ եկամուտ ունենալ, նաեւ արդեն արտասահմանից կադրեր ներգրավելու մասով ասեցի փուլային ենք անելու, բայց պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև մի տարի։ Ընդ որում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր այս ընթացքում ջանք են գործադրել, որպեսզի մենք հնարավորինս այս պոտենցիալով հասնենք հնարավորինս լավ կետի։ Բայց նաև լրացուցիչ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն կա, որի հետ կապված մենք սահմանափակումներ ունենք, այդ թվում այդ սահմանափակումները պետք է լուծենք սրանում։ Պետք ուզեմ անդրադառնալ նաև նախորդ տարվա սեպտեմբերին իրականացված աուդիտի արդյունքներին, քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվի, որ սև ցուցակում մնալ շարունակելը նշանակում է, որ այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին մի քանի տարի առաջ, վերացված չեն, նույն ԻԿԱ-ի արձանագրածը թերությունները վերացված են, ուղղակի այն ժամանակ ոչ ամբողջ ծավալով են իրականացվել ստուգումներ եւ թերություններ են եղել, որոնք մեր համար էլ հասանելի չեն եղել, որpեսզի մենք ջանքեր դնենք այդ թերությունները վերացնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ոլորտի մասնագետները առավելագույնը անում են Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ, այս առումով բավականին առաջընթաց ունենք։ Դրա մասին խոսում են նաև թվերը, մենք նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ ենք իրականացրել, ուղևորահոսքն է Հայաստան եւ Հայաստանից ուղևորահոսքը աճել է, նախորդ տարի արդեն կազմել է Զվարթնոց օդանավականի դեպքում, այսինքն ընդհանուր կազմել է 5.7 միլիոն ուղևոր եւ բազմաթիվ նոր ուղղություններով նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղությունով թռիչքներ ենք սկսել իրականացնել, այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք եւ եվրոպական ուղղություններով եւ այլ երկրների մասով երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք, խոսքը Երևան-Լոնդոն, Երևան ուղղության մասին է, արդեն հայտարարություն կա, Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ, պիտի ասեմ, որ արդեն միանգամից մեկից ավել ավիաընկերություններ են հայտարարել եւ ամսաթվեր կան ֆիքսած եւ տոմսերի վաճառք կա ֆիքսած, դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի, սա կլինի արդեն դեպի Բրյուսել երկրորդ ավիաընկերության ուրեմն իրականացվող թռիչքները, դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն։ Նաև գիտեք, քննարկում ենք Շիրակ օդանավականի պոտենցիալը ավելի մեծ ծավալով օգտագործելու, որովհետև հիմա նաև հյուսիս-հարավ ճանապարհի բացումից հետո Գյումրիի Շիրակ օդանավականը եւ այնտեղ մոտեցող ճանապարհը մենք նախորդ տարվա ընթացքում ուրեմն վերանորոգել էինք, հիմա ստացվում է, որ Երևանից օրվա երբեմն որոշ ժամերի Գյումրիի Շիրակ օդանավական հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան Երևանի Զվարթնոց օդանավական հասնելը, եւ այս ուղղությամբ կարծում եմ Գյումրիի Շիրակ օդանավականի պոտենցիալը մեծ է, այլ ավիաընկերությունների հետ էլ քննարկում ենք այնտեղից բացի Լեռնակայից եւ դեպի Ռուսաստան ուղղություններից նոր թռիչքներ մեկնարկելու հետ կապված հարցեր են։ Պարոն Խոդացյան, իսկ մենք ճիշտ ենք, ես ճիշտ եմ հասկանում, որ Զվարթնոց օդանավականը ըստ էության այսօրվա իր նախագծված թողունակությունից ավել է աշխատում։ Այո, պարոն վարչապետ, տարբեր մասնագետների կարծիքով Զվարթնոց օդանավականը նախագծվել է մինչև 3.5 առավելագույնը 4 միլիոն ուղևոր սպասարկելու համար, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը 5 միլիոնից ավել էր եւ նաեւ նախորդ տարի միայն Զվարթնոց օդանավականի սպասարկման մասով էլ մենք ուղևորների շուրջ 6% աճ ենք ունեցել, Շիրակի մասով իհարկե 33% աճ ենք ունեցել, այո, մոտավորապես 20-30% ավել է սպասարկում պոտենցիալից։